Այժմ հարգելի գործընկերներ, խոսքը ըստ հերթականության մենք տրամադրում ենք Տարոն Մարգարյանին։ Համեցեք, պարոն Մարգարյան։ Շնորհակալություն։ Մենք հաշվի կառնենք այս ծափահարությունները։ Մեծարգո վարչապետ, հարգելի կուսակիցներ, հարգելի գործընկերներ, ես համառոտ ներկայացնեմ ենթակառուցվածքների բարելավման մասով կառավարության կողմից կատարված աշխատանքների համար։ 2008-ից 2011 թվականների ընթացքում կառավարության գործունեության արդյունքում ենթակառուցվածքների բարելավման ոլորտում կատարվել են հետևյալ աշխատանքները։ Խմելու ջրի համակարգի բարելավման համար 2008-ից 11 թվականները ծախսված շուրջ 35.5 միլիարդ դրամից մոտ 30 միլիարդը ուղղվել է մարզեր։ Ոռոգման համակարգի վրա 2008-ից 11 թվականները ծախսված 63.5 միլիարդ դրամն ըստ էության ամբողջությամբ ներդրվել է մարզերում, խթանելով գյուղատնտեսության արտադրողականության աճը։ Էներգետիկ համակարգում 2008-ից 11 թվականները ծախսված 456 միլիոն ԱՄՆ դոլար ներդրվել է Կոտայքի մարզում գտնվող Հրազդան ջեկի 5-րդ էներգաբլոկի կառուցման համար։ Հաշվետու ժամանակահատվածում կառուցած թվով 17 ենթակայաններ եւ 56 փոքր հեկեր եւ էլեկտրաէներգիայի հաղորդակցության գծերի մեծ մասը գտնվում են Երևանից դուրս։ 2008-2010 թվականներին կառուցվել են տարածքային զարգացման գործում կարևոր նշանակություն ունեցող 1158 կիլոմետր ճանապարհներ։ Հանրապետության տարածքի մեծ մասը ծածկվել են ինտերնետային, բջջային եւ հեռախոսային բարձրորակ կապով։ Հարգելի գործընկերներ, որպես Երևանի քաղաքապետի առաջի տեղակալ, ուզում եմ ներկայացնել որոշ ծրագրեր կապված մայրաքաղաքի հետ, որոնք ֆինանսավորվել են ինչպես համայնքային, այնպես էլ պետական բյուջեներից։ Մայրաքաղաքի երթևեկության ծանրաբեռնվածության թեթևացնելու նպատակով շահգործման հանձնվեցին մի շարք տրանսպորտային հանգույցներ, ճանապարհներ եւ մայրուղիներ, վերգետնյա եւ ստորգետնյա անցումներ, վերակառուցվեցին, լայնացվեցին եւ բարեկարգվեցին քաղաքի կենտրոնը շրջանցող փողոցները։ Երևան քաղաքում քանդման ենթակա 4 աշճանի վթարայնություն ունեցող շենքերի բնակիչների վերաբնակեցման նպատակով կառուցվել եւ շահգործման են հանձնվել 280 բնակարանից բաղկացած 4 բազմաբնակարան բնակելի շենքեր, ինչպես նաեւ վերականգնվել ամրացվել են 3-րդ աշճանի վթարային 20 բազմաբնակարան շենքեր։ Մայրաքաղաքի բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատությունները դարձան անվճար, ուր հաճախում են 28000 երեխաներ։ 161 նախադպրոցական ուսումնական հաստատություններից ջեռուցվելու հնարավորություն ունեն 149, իսկ մնացածը ընթացքի մեջ են այս տարվա վերջ կջեռուցվեն։ Մայրաքաղաքում գործող 195 դպրոցներից ջեռուցվում են 173-ը։ Վերականգնվել եւ հիմնանորոգվել են Երևան քաղաքի արտաքին լուսավորության ցանցը։ Իրականացվել են մայրաքաղաքի կամուրջների ամրացման եւ վերականգնման աշխատանքներ։ Մայրաքաղաքում իրականացվել են 3.550.000 քառակուսի մետր ասֆալտապատման աշխատանքներ։ Տրանսպորտի ոլորտում իրականացվել են 700 կանգառասրահների տեղադրման եւ կառավարման աշխատանքներ, ինչպես նաեւ լուսացուցային օբյեկտների փոխարինման եւ վերականգնման աշխատանքներ։ Շնորհակալություն ուշադրության համար։